Բարև ձեզ, Երևան Today հարցազրույցի տաղավարում այսօր հյուրընկալել ենք 5 իրավապաշտպանների նախաձեռնության անդամ իրավապաշտպան Սերգեյ Հարությունյանին։ Բարև ձեզ, պարոն Հարությունյան, շնորհակալ ենք հարցազրույցի հրավերը ընդունելու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ հրավերի համար։ Պարոն Հարությունյան, սկսենք թերևս ամենաքննարկվող դեպքից Արցախցի Տիգրան Ուլուբաբյանի նկատմամբ ոստիկանական բռնությունից, ծեծի էին ենթարկել երիտասարդին, ստիպելով իր վրա վերցնել հանցանք, որը չի կատարել։ Սա ինչպես կմեկնաբանեք։ Թույլ տվեք նախքան այս դեպքին անդրադառնալը եւ մեկնաբանելը մի փոքր նախաբան այս ամենի հետ կապված ժողովրդավարական նորմալ երկրի պարագայում պետք է գործեն իշխանության ճյուղեր, օրենսդիր, գործադիր դատական, որոնց փոխադարձ հավասարակշռումը եւ տարանջատումը պետք է բերի լիարժեք ժողովրդավարություն։ Ինչ կատարվեց մեր երկրի պարագայում հատկապես 18 թվականից հետո, եկեք անդրադառնանք դրան։ Ներկայիս վարչախումբը օրենսդիր եւ գործադիր իշխանությունը իր ձեռքում ամբողջությամբ վերցնելով փորձ արեց ուզուրպացնել նաեւ դատական իշխանությունը։ Դրա սկիզբը կարող ենք համարել, երբ որ Ազարյանի ոչ ցանկալի որոշումից հետո վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կոչով որդորով մարդիկ շրջափակեցին դատարանները, ես ինքս այդ օրը արդեն եմ ունեցել գտնվել դատարաններից մեկի բակում, իմ մտերիմ ընկերոջ կինը դատավոր էր եւ ընկերս երկրում չէր, խնդրեց, որ կնոջ կողքին լինեմ։ Ես ինքս տեսել եմ ինչ էր կատարվում, այդ խաժամուժը, այդ ամբողջը ինչ վերաբերմունք ուներ, ինչ ատելություն, ինչ վիրավորական խոսքեր դատավորների նկատմամբ, եւ դա մեծագույն տերոր կարող եմ ես համարել դատավորների նկատմամբ։ Բազմիցս խոսում են, չէ, ասենք Զանգովի արդարադատություն։ Տեսեք, հնարավոր է գործնականում, որ Զանգովի արդարադատության պարագայում, ասենք, մի դատավոր ինչ-ինչ հանգամանքներով խոցել լինի եւ իրեն զանգ։ Եվ ինքը ստիպված իշխանահաճո որոշում վճիռ դատավճիռ կայացնի, բայց այդ օրը ու դրանից հետո նաեւ այս օրինակներով ես կանդրադառնամ, ստեղծվեց մի իրավիճակ, երբ որ ողջ դատական համակարգի նկատմամբ ճնշում եղավ։ Մենք տեսել ենք այդ օրերը կադրեր, որ դատավորին իր աշխատավայր գնալու ճանապարհին ինչ ոտնձգություններ են անում, քաշում գցում են գետնին, տեսել եք, չէ՞, Բալայան Դավիթի դեպքը, մեր լավագույն դատավորներից կարելի ասել, եւ այդ ամենը սա ուժեղ տոտալ ճնշում էր դատավորների նկատմամբ եւ կարելի ասել այդ օրը խաթարվեց դատական իշխանությունը։ Դրանից հետո մենք նորից տեսանք, որ նորից Ռոբերտ Քոչարյանի գործով ոչ ցանկալի որոշման պարագայում դատավոր կանոնավորվեց, նորից աննախադեպ դեպք եւ կարելի ասել ինչ որ առումով ուզուրպացվեց դատական իշխանությունը։ Եվ դրանից հետո արդեն ավտոմատ կերպով իրավապահ համակարգը դարձավ իշխանահաճո գործունեություն ծավալող եւ իշխանությունը հատկապես նոյեմբերի 9-ից հետո 20 թվականի կարելի ասել հենվում է իշխանահաճո որոշ սազանդարների խոսքի վրա եւ իրավապահ համակարգի բռնությունների վրա ու այդտեղից սկսում է իրավապահ համակարգի բռնությունները եւ ինչ է կատարվում տեսեք ձեր բերած օրինակը չէ դա առաջինը չի հազարավոր կարելի ասել այս տարիների ընթացքում եղել է եւ եթե սա ոչ քաղաքական դեպք է սա հետևանք է հենց հետևանք է այն բռնությունների, այն դեպքերի, որոնք քաղաքական ոտնձգությունների, բռնությունների եւ ընդդիմադիր խոսքը լրացնելու համար են տեղի ունեցել։ Մենք հիշում ենք Լևոն Քոչարյանի դեպքը, այսինքն մենք ինչ ծուր հայելների իրականության մեջ ենք։ Բոլորս տեսնում ենք տեսանյութում, որ ծեծում են, բռնություն են գործադրում Լևոն Քոչարյանի նկատմամբ, բայց դատում են Լևոն Քոչարյանին ոչ թե ոստիկանին։ Տարանջատել են երկու գործերը իրարից, դատական նիստի ընթացքում էլ ասում են, եկեք այս թեմային չանդրադառնանք, դրանք տարանջատված գործեր են, բայց փաստը մնում է փաստ, որ մեկը մյուսին խիստ կապված գործեր են։ Բռնությունը բոլորս ականատես ենք եղել, բռնությանը ենթարկում Լևոն Քոչարյանը, բայց այս պահին դատվում է ինքը սառած գործ մեկ այլ վարույթ, որը վստահ են, որ այս իշխանությունների օրոք ոչ միայն դա, հեսա կբերեմ օրինակներ մնալու է այսպես դարակներում։ Օրինակ է նմանատիպ Աշոտ Սիմոնյանի դեպքը, պատգամավոր Աշոտ Սիմոնյանի դեպքը, երբ որ մոտ 50 ոստիկաններ, որոնցից երևի թե 20-ը ինտենսիվ բռնություն էին գործադրում Աշոտ Սիմոնյանի նկատմամբ, կարելի ասել խոշտանգման էին ենթարկում
բոլորը տեսանյութերով ֆիքսված է, ֆիկտիվ, ձևական, քրեական գործեր չկան ձերբակալված անձին։ Ինչու չկան։ Չկան, որովհետև եթե լինի քրեական գործի ելքով մեկ ոստիկան պատժված, մեկ իրավապահ համակարգի աշխատող պատժված իր ապօրինությունների համար, ապա այն համակարգը, որի վրա հիմա հենվում է ներկայիս իշխանությունը, կխաթարվի, որովհետև ոստիկանը ապօրինի հրաման ստանալուց առաջ ինքը կհասկանա, որ չէ, որ իր գործընկերը, գոլեգան քրեական պատասխանատվության ենթարկվեց նմանատիպ որոշում կայացնելու համար եւ այլևս ինքը չի կատարի։ Եվ վարչախումբը շատ լավ գիտակցելով այդ ամենը, ամեն ինչ անում է, որ որևէ ոստիկան պատժի չենթարկվի։ Եվ այն ինչ որ կատարվեց Վանաձորում, այդ օրինակը, որ դուք սկսեցիք, այդ դա հետևանք է այս ամեն ինչ։ Հետևանք է, որովհետև ոստիկանը երբ որ տեսնում է, որ իր գոլեգաները կարող են սևազգեստ մայրերին քարշ տալ եւ բռնություն գործադրել ու պատասխանատվության չենթարկվել, երբ որ տեսնում է, որ ազգային ժողովի падգամավորների նկատմամբ ինչ աշճանի բռնություն են գործադրում եւ պատասխանատվության չեն ենթարկվում, հավտոմատ կերպով մտածում է, որ սովորական շարքային գործով, շարքային անձի նկատմամբ իր, չգիտեմ, քիչ ծանրաբեռնվածություն ստեղծելու համար, որևէ մի քրեական գործ, որևէ անձի վրա բարդելու համար միանշանակ կգնա այդ բռնություններին։ Բազմաթիվ են եղել դեպքեր, մենք ունեցել ենք դեպքեր, որ մահվան ելքով են եղել տարբեր, չգիտեմ, եւ Արարատի մարզում դեպք եղավ եւ Երևան քաղաքում, գիտեք, ես ինքս ոստիկանական համակարգում ունեմ շատ լավ ընկերներ, համակուրսեցիներ, ընկերներ, որոնք ցավոք սրտի այլևս դերակատար պաշտոններում չեն, բայց ընդհանուր որակը, ընդհանուր ցենզը գիտելիքային շատ ընկել է։ Ես խոստացել եմ, որ այս օրինակը պատմելու եմ, քիչ առաջ ձեր տաղավար գալուց առաջ ներքևում հենց մոտակայքում մի խանութ մտա, ինձնից առաջ երկու ոստիկաններ գնում էին կատարում, ինչ-որ սնունդ եւ այլն, եւ վաճառողային ասաց մեկը թող դուռը բացի, մյուսը դուրս գա, ոնց ապշած երբ որ նկատեց նայում եմ իրեն, ասաց մի զարմացեք, որ չասեմ անդադ թափում են այդ դուռը բացել։ Ասածս որն է, մենք մի խաբաձևավորվել, որը միայն կատարում է հրաման այս պահին, եւ եթե մենք հիմա ասես քայլենք Երևանի փողոցներով, մենք կտեսնենք մտահոգ, շատ անհանգիստ հասարակություն, ահաբեկված ինչ-որ տեղ, նյարդային եւ եթե քայլենք հրապարակի մերձակայքում, կտեսնենք տասնյակ ոստիկանական ավտոբուսներ, դիմացե շարված հարյուրավոր ոստիկաններ, որոնք բոլորը ուրախ են եւ ժպտում են։ Այսինքն կարծես թե այլ իրականությունից են։ Այս ամենը, այս մթնոլորտը, այս թողտվությունն է բերել նրան, որ ունենում ենք նմանատիպ բռնություններ։ Մի քիչ երևի երկար ստացվեց, բայց ցանկանում եմ, որ ակունքները հասկանանք ու գիտեք, սա շարունակական է լինելու, որովհետև եթե մի քանի ամիս առաջ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը իր գրասենյակ գնալուց ընդհանրապես ասեն մի քանի ոստիկանական միկրոավտոբուսներ են գնում, այլևս արդեն 3-4 մեծ ավտոբուսով են զորք բերում։ Ես ինքս մոտակայքում եմ ապրում, ամեն օր ականատես եմ լինում։ Այսինքն մենք կարող ենք արձանագրել, որ ոստիկանության անպատժելիությունը հանգեցնում է քաղաքացիների նկատմամբ բռնաճնշումների եւ նման իրավիճակների։ Միանշանակ, եւ տեսեք, սա նորից եմ ասում, սա շարունակական բնույթ է կրելու, որովհետեւ ամենաթողություն է անպատժելիության մթնոլորտը ոստիկանների մոտ եւ իրենք հասկանում են, որ իրենց կարելի է այդ ամենը, որովհետեւ Փորձեմ կրկնում, ներկայիս վարչախումբը առաջի հերթին իշխանությունը պահելու համար հենվում է հենց իրավապահ համակարգի վրա։ Եվ երկրորդ գործոնը, որ այստեղ շատ ուժեղ կարելի ասել անդրադառնում է, դա այն է, որ լուր է միջազգային հանրությունը։ Եթե տարիներ առաջ չնչին դիպվածի պարագայում ոստիկանական բաժիններից որևէ մեկում չնչին դիպված լիներ դեսպանների մակարդակով աղմուկ աղաղակ կբարձրացնեին, այժմ լուր են միջազգային կառույցները։ Տեսեք, մենք ունենք, չէ՞, Վանաձորում հայտնի գործիչ հասարակական կազմակերպության անդամ Հելսինկյան ասոցիացիա։ Գիտեք, լուր են։ Վանաձորում այսպիսի դեպք եղել, լուր են, որովհետև ժամանակին են գրանտները, որ ստացել են, պարզ է դառնում հիմա, որ ստացել են ոչ թե բարի նպատակի համար, այլ իմիտացիոն բարի նպատակի տեսանկյունից երկիրը թուլացնելու եւ ներկայիս վարչախմբին իշխանության բերելու համար։
քննչական կոմիտեի նախագահն ասում է, որ Տիգրան Ուլուբաբյանի գործը իր վերահսկողության տակ է, բայց մենք տեսնում ենք, որ եղել է բռնություն անձի նկատմամբ, ոստիկանները ոչ հարցաքննվել են, ոչ դատաբժշկական փորձաքննության են ենթարկվել բացահայտելու համար, արդյոք նրանց վրա կա Տիգրան Ուլուբաբյանին բռնության ենթարկելու հետքեր։ Ոչինչ չի արվել։ Սա արդյոք չի նշանակում, որ ծածկադմփոց է արվում։ Միանշանակ ես վստահ եմ, որ այս գործը բոլորի նման տիպ գործերի նման, ինչպիսին էր Բերածս օրինակները, ինչպիսին է Աշոտ Սիմոնյանի գործը, ինչպիսին է Լևոն Քոչարյանի գործը, ինչպիսին է Արծվիկ Մինասյանի գործը, որով մեզ հաջողվեց երկար շրջապտույտից հետո բողոքարկել դատախազություն, հաջորդ տիպ դատարան, հետո հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանով հասանք արդյունքի, որ նորից բռնություն են գործադրել ազգային ժողովի պատգամավորի նկատմամբ, հետ եկավ նույն քննիչի մոտ գործը ու մնաց։ Այսինքն 2.5-3 տարի հետո հետ եկավ մնաց։ Ու բոլորի նման ինչ է նշանակում իր հսկողության ներքո է գտնում։ Բոլոր գործերը պետք է գտնվեն իր հսկողության ներքո։ Արդյոք այն մյուս գործերը, որ ես նոր մատնանշում եմ, իր հսկողության ներքո չեն։ Փաստորեն չէ։ Միանշանակ վստահ եմ, որ հերթական ծածկադմփոցներ լինելու իմիտացիոն որոշակի քայլեր եւ գիտեք մեր առօրյա կյանքում մենք ամենուր այնքան բացասական բաներ ենք տեսնում, որ արդեն երևի դառել է մեր համար սովորական։ Սովորական է դառել, որ բարեկը կարող է անիմաստ ապօրինի զենք կիրառել, որ բարեկը կարող է գողության մասնակից լինել գողության դեպքով, որ բարեկը կարող է, չգիտեմ, թմրադեղ վաճառել, որ կարող է անիմաստ բան ապօրինի, այսինքն մարդկանց տուգանել, այդ ամենը տարածվի եւ այդ նույն բարեկները շարունակեն աշխատել։ Այսինքն մենք ամբողջ օրը դրա մեջ ենք եւ այլևս կարծես թե սովորական է, բայց սա աբսուրդ է։ Սա ողբերգություն է, որ երկիրը գնում է այս ճանապարհով եւ գնալով է նմանատիպ դեպքերը շատանալու են։ Գնալով ոստիկանական համակարգը շատ ավելի բռնություն է գործադրել։ Գիտեք, գործնականում այս դարում 21-րդ դարում այս թվային տեխնոլոգիաների ժամանակ չափազանց հեշտ է դառել իրական գործերը բացահայտել, հանցագործությունները բացահայտելը, բայց նույնիսկ այս պարագայում, երբ որ ողջ քաղաքում կան տեսանկարանող սարքեր, կան ժամանակակից արդի տեխնոլոգիաներ, միևնույն է գնալով մենք անկում ենք ապրում եւ ոստիկանական համակարգում գնալով ավելի շատ են լինում բռնությունները, կրկնում եմ, որովհետեւ երբ որ կա անպատժելի իրենք գնալու են դրան թեկուզ ոչ քաղաքական գործերով, հասարակական գործերով իրենց առօրյան հեշտացնելու եւ չբացահայտված գործերը այլ անձանց վրա բարթելու։ Դե այդ ամենն էլ հանգեցնում է նրան, որ վերջին 7 տարիներին հանցագործությունները մեր երկրում կրկնապատկվել են, բայց հանցագործություն բացահայտելու փոխարեն ընկնում են քաղաքացիների հետևից, որ ինչ որ հանցանք իրենց վրա վերցնեն, պես թուղթ տա գրեն, գնան, ասեն դե գործը բացահայտեցինք, փակեցինք։ Միանշանակ, տեսեք, հարյուրավոր, եթե ոչ հազարավոր ոստիկաններ ամեն օր ծանրաբեռնված են մեկ անձի ակետից բեկետ տեղափոխելու ժամանակ։ Տեսեք, նույն վերցնենք երեկվա օրինակ։ Մարդիկ ոստիկանական բռնության դեմ ակցիա են կատարում քննչականի դիմաց, եռապատիկ, քառապատիկ ավելի շատ ոստիկաններ են եկել հավաքել։ Վախի մթնոլորտ են այդպես ձևավորում։ Ֆուտբոլի ֆեդերացիայի տխրահարճակ ղեկավարի վերաբերյալ մեր քաղաքացիները իրենց նորմալ օբյեկտիվ ընդվզումն էին ներկայացնում, տեսակ ինչ էր կատարվում մարզադաշտում եւ մերձակայքում։ Այսինքն այդ ողջ ոստիկանական համակարգը, եթե կենտրոնացված է այդ րոպեին այդտեղ, պարզ է, չէ՞ որ հանցագործները հանգիստ են լինելու ժամանակին սովետական տարիներին մի հայտնի իտալական ֆիլմ կար, երբ որ ֆուտբոլի խաղի ժամանակ իմանալով որ ողջ հումորային ֆիլմ էր, որ ողջ ոստիկանական, ողջ քաղաքը ֆուտբոլով է տարված, այսինքն գնում էին գողության, շատ լավ ֆիլմ էր։ Հիմա մեր երկրում այդ վիճակն է, ոստիկանները իրենց պարտականությունները կատարելու փոխարեն զբաղված են այլ գործունեությամբ, դրա համար էլ հանցավորությունը գնալով շատանում են։ Ոչ թե պայքարում են թմրադեղերի դեմ, որի սահմանը չափերը կրկնապատկվել, եռապատկվել եւ արդեն դպրոցներ է մտել, չէ, պայքարում են ընդդիմադիր խոսքը լրացնելու համար։ Ցավալիորեն ոստիկանը, փաստորեն, մեր օրերի ոստիկանը իհարկե, ոչինչի առաջ կանգ չի առնում։ Կա քաղաքական հրաման, քարշ կտան եւ զոհվածների ծնողներին, կաթողիկոսի ճանապարհը կփակեն,
Այսինքն յուրաքանչյուր քայլի ընդունակ են, եթե ունեն հրաման։ Սա միջև երբ է տևելու, սա ինչի է հանգեցնելու։ Այս ամենը բերում է քաղաքացիների կողմից ոստիկանական համակարգի նկատմամբ անվստահության, երբ որ մարդու մոտ ինչ որ խնդիր է լինում, չի ուզում էլ դիմի ոստիկանություն։ Միանշանակ ճիշտ եք, ու սա գիտակցված արվեց։ Դեռևս կորոնայի ժամանակ մի անջրպետ առաջացրեցին արհեստական քաղաքացու եւ ոստիկանի մեջ։ Իմ հարազատներից մեկին տուգանել էին միայնակ Երևանի պետական համալսարանի բակում նստած լինելու համար, ընդհանրապես դիմակ չտնելու, երբ որ վրթոված ոստիկանին ասել էր, չէ՞ որ միայնակ նստած եմ մոտակա 500 մետրով որևէ հանց չկա, մենակ դուք եք տեսել մոտեցել, ասել ներողություն եմ խնդրում ձեզնից, ես կգնամ կվճարեմ, բայց չեմ կարող, որովհետև այ հերու կանգնած ինձ են ստուգում, որ եթե ես ձեզ չտուգանեմ, ես խնդիր կունենամ։ Նույն ձև այդ պարեկների կողմից այդ ամենը որ արվեց, ինչի արվեց։ Այդ անջրպետը մցրեցին եւ այստեղ մի շատ կարեւորագույն խնդիր կա, բացի նրանից, որ այդ անպատժելիությունը բերում է ոստիկանների այդ սանձարձակության, այստեղ նաեւ երկրորդ վտանգավոր տենդենսը գործոնը կա, այն որ այդ ոստիկանները հասկանում են, որ ներկայիս վարչախմբի ցուցումով եւ իշխանությունը վայելելու համար ինքը սահմաններ է անցել, բռնություն է գործադրել, զոհվածի ծնողի նկատմամբ է այդ վերաբերմունք ցույց տվել, ձեր ասած մեր ողբերգական դեպքերից մեկը կարող եմ համարել կաթողիկոսի վեհապարը դիմացը փակելը, այդ ամեն ինչ եթե ինքը արել է, ինքը գիտակցում է, որ եթե լինի երկրում փոփոխություն, ինքը կտա պատասխան իր արածների համար եւ հետեւաբար ոնց է որ հանցագործություն գործելուց հետո երկրորդ, երրորդ հանցագործությունն է գործում, չէ՞ որ չբռնվի։ Հիմա այս ոստիկանների բոլորը չեն այդպես, եկեք դա էլ հասկանանք, կան պատվարժան ոստիկաններ, որոնք իրականում իրենց սպայի դերում են։ Բայց ցավոք սրտի այդ մարդիկ չեն առաջ գնում, ցավոք սրտի առաջ են գնում մարդիկ, որոնք ստրկաբարոկ կերպով ծառայում են, որոնք անցնում են կարմիր գծերը, կարմիր թելերը եւ դրա համար էլ այդ այսպես մի ցիկլ է առաջանում, որ ինքը հաջորդիվ հասկանալով, որ կկորցնի իր ներկայիս կարգավիճակը, որ պատասխանատվության կենթարկվի իր հանցավոր գործունեության համար նախորդիվ, դրա համար ինքը գնում է արդեն ավելի ծանր բաների, որի հետևանքը մենք տեսնում ենք։ Մեր նշած այդ մարդիկ, այ որ իրոք արժանապատիվ մարդիկ են ոստիկանները, այսպես նեյտրալ դիրքում են էլի, ինչ որ փորձում են հեռու մնալ այս բոլոր process-ներից, օրվա հացի գումարը վաստակել, իրենց ընտանիքը պահել, իրենց գուցե շնորհակալ լինենք, որովհետև էլի մի քիչ պահում են այդ ոստիկանության համակարգի անունը, թեկուզ իրենց մարդկային տեսակով։ Համաձայն եմ ձեր հետ կներեք, բայց մասամբ երբեմն իմ մոտ շատ է եղել էլի այս քաղաքական դեպքերով, երբ որ մեր իրեն պաշտպանական գործունեության ընթացքում առանձնազրույցներ, քննիչներ, դատախազներ, ասենք, ասում լավ, չեք ամաչում, ոնց կարելի է ասեն, դե ինչ անենք, ընտանիք ենք պահում, իմ համար դա արդարացում չի։ Այդ արդարացում չի, որովհետև դա նույնպես հանցագործություն է, նաև բարոյական մեծ բան կա այդտեղ, ու կհիշեք, որ Գանթեն ասում էր, որ ամենավատ տեղերում դժոխքում են մարդիկ են, ովքեր կարևորագույն զարգացումների ժամանակ դիրքորոշում ցույց չեն տվել, անտարբերություն են դրսևորել։ Մենք Հայաստանի Հանրապետությունում ունենք մարդու իրավունքների պաշտպան։ Արդյոք ունենք, ասում են, այո։ Բայց մեր մարդու իրավունքների պաշտպանը չի հանդիպել, ինչպես ինքն է հայտարարում Տիգրան Ուլուբաբյանին, քանի որ նշում է, որ հանրային հնչեղությունը իր համար կարևոր չէ, բոլոր մարդիկ են հավասար, բայց փաստացի չի հանդիպել եւ սա առաջին դեպքը չի, որ մենք միպից նկատում ենք այսպես խտրական վերաբերմունք, ինչպես կմեկնաբանենք։ Գիտեք, անկեղծ ասած չեմ ուզի մեկնաբանել, ողբերգական է, ցավալի է այն փաստը, որ մեր միպը նմանատիպ դեպքերում անգործություն է կարելի ասել դրսևորում, կամ եթե ինչ-որ հայտարարություններ է անում, բերում է հավասարացնում է երկու կողմերին, բերում է հիմա ես վստահ եմ, որ նմանատիպ մի հայտարարություն կամ արել է կամ կանի, ես անկեղծ ասած չեմ կարդում, ամեն անգամ այդ նմանատիպ հայտարարությունները, եթե ժամանակ եմ ունենում աչքի տակով նայում եմ, ես հիշում եմ խորհրդային տարիներին մի մուլտ կար,
Լեոպոլդի, որ ասում էր եկեք խաղ ապրենք, այդ վիճակն է մոտ։ Տպավորություն է առաջանում, որը Լեոպոլդի խոսքերն են։ Եկեք խաղ ապրենք, այդ վիճակն է։ Եկեք շարունակենք։ Մենք ունենք նաև արդարադատության նախարար։ Նորանշանակ իդեպ։ Մեր արդարադատության նախարարը նշում է, որ ինքը այդ նման բռնությունների դեպքեր մասնավորապես ընդդիմադիրների նկատմամբ չի նկատել։ Եվ բայց սակայն տեսել եմ այնուամենայնիվ գիտեք այս ցավը դրանում է, որ մենք եւ ունեցել ենք եւ սպայն ունենք բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք հողնուծով ծառայում են ներկայիս իշխանություններին եւ չեն գիտակցում մի կարեւորագույն հանգամանք։ Ես բազմիցս իմ հարցազրույցների, իմ խոսքի ժամանակ նշել եմ, որ ժողովուրդ հասկացեք, գիտակցեք մի կարևորագույն փաստ ներկայիս վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի համար չկան մշտական յուրայիններ, կա օրվա քաղաքական շահ իշխանությունը պահելու ձգտում նկարտում եւ ընթացքում շատերը դառնալու են գաղության նոխազ, ինչպես եղավ SMS-ային պաշտոնազրկումների։ Նմանատիպ դեպքերը շատ են լինելու։ Մենք ունեցել ենք պաշտոնյաներ, որ այդ ձևի ամբողջ իրենց նվիրվածությամբ ծառայում են, հետո հայտնվեցին կանանավայրերում կամ տնային կալանքներում որպես պատիժ տնեցիկին։ Չգիտեմ, չեն գիտակցում այդ մարդիկ, որ մի օր էլ իրենք են մի հատ SMS-ով թռնելու եւ պատասխան են տալու եւ հաջորդիվ արդարադատության առջեւ եւ պատասխան են տալու տիեզերական արդարադատության առջեւ եւ գիտեք արդեն զզվելի է դառել այդ ամենը էլի, այսինքն sense են ինձ քիչս օրինակները շատ եղավ մուլտերից կամ բան, որ Մաուգլու մուլտը հիշեցի, երբ որ վագրի հետևից քայլում է ոչ հաջելի կենթանին, ասում եմ մենք գնում ենք դեպի հյուսիս, մենք գնում ենք դեպի հյուսիս, այսինքն այդ ստրկամտությունը ակնհայտ է դառել, էլի ու տհաճ է այդ ամեն ինչ։ Ամբողջ այս անօրինությունների, բռնությունների եւ այլնի ֆոնին մենք ունենք նաեւ մի շատ մեծ խնդիր փաստաբանական ծառայությունների այդ վճարների հետ կապված, օրենքում փոփոխությունները, անվճար ծառայությունների հետ կապված, այսինքն մարդկանց համար բարդացնում են փաստաբանական ծառայություններից օգտվելը։ Սեփական իրավունքների պաշտպանությունը ժողովրդի համար դարձել է շատ բարդ խնդիր։ Սրա մասին կխնդրեմ փոքր խոսեք։ Այստեղ երկու գործոն կա։ Առաջի հերթին հենց քաղաքական ճնշումների ընթացքում տեսնելով, որ եւ 5 իրավապաշտպանների նախաձեռնությունը եւ նմանատիպ շատ իրավաբաններ, իրավապաշտպաններ առանց որևէ ֆինանսական ակնկալիքի կամ ինչ-որ վճարի կանգնել են քաղաքացիների կողքին, այդ նախ առաջերտին այդ մարդկանց փորձեցին այսպես մեկուսացնել եւ թույլ չտալ, որ իրենք կարողանան անձանց անվճար հիմունքներով օգնել։ Ստացվում է, որ այսօր բացի նման տիպ դեպքերից, չգիտեմ, իմ հորաքրոջ համար, եթե ես գնամ դատարան, եթե այդ խնդիր կունենամ, որովհետև օրենսդրությունը ինձ թույլ չի տալի։ Եվ երկրորդ կարևորագույն այստեղ խնդիրը, այդ ձևով իրենք փորձեցին խոցելի դարձնել փաստաբաններին, որովհետև շատ դժվար է այդ ամենը ֆայլ, հասկանում եք, այսինքն օրվա մեջ հարյուրավոր մարդիկ են զանգում, խորհուրդ հարցնում, օրվա մեջ հարյուրավոր մարդիկ դիմում են, գալիս են գրասենյակ ինչ-որ հարցով, այսինքն փաստաբանը դառնում է խոցելի, որ ամեն րոպե կարող է արկայինը գալ ասել, այն անձ եկավ դու ժամ ու կես իր հետ խոսեցիր, կամ այն անձի համար դու գնացիր ոստիկանություն, բայց իրականում առանց գումարի։ Այդ խնդիրը այդտեղ է եւ մենք խնդիրներ ունենք շատ մեծ։ Հանրային պաշտպանի ինստիտուտը գործի բերմամբ եւ շատ եմ առնչվում, չեն հասցնում ֆիզիկապես։ Օրական 7-10 նիստ են երբեմն ունենում եւ նաեւ այդ գների բարձրացում ավտոմատ կերպով քաղաքացուց է դուրս գալու, որովհետեւ փաստաբանը եթե իր ծախսերը հաշվել էր, գրասենյակի ծախսեր, գործավար եւ այլն, ստացել էր, ասենք, չգիտեմ, 10 միավոր որ իր վճարներ, հիմա դրա վրա հարկ է ավելանում ու աբսուրդային չափի 30% հարկ է գալիս, ավտոմատ կերպով դա քաղաքացուց է կանցվելու։ Այսինքն ստացվելու գումարն է բարձրանում ու ոչ միայն դա ամեն ինչը մեր երկրում կարծես թե գիտեք երբեմն իմ մոտ տպավորություն է առաջանում երևի թե ամեն ինչ արվում է որ երկրում ապրելը դառնա անտանելի եւ գնալով արտագաղթը մեծանա։
Ինձ թվում է միայն ձեզ մոտ չէ տպավորությունը, որովհետև երբ մենք հարցումներ ենք ունենում կամ ակցիաների ժամանակ զրուցում ենք քաղաքացիների հետ, գրեթե բոլորը նույն կարծիքին են, որ ուզում են այնպես անել, մենք այս երկրից թողնենք գնանք։ Մի խնդիր էլ ունենք շատ կարևոր, որի վերաբերյալ նաև փաստաբաններ վերջերս ասուլիս հրավիրեցին, վարչական դատավարության մասին օրենքում փոփոխությունները։ Խնդրում եմ հանրությանը մանրամասնել ինչի մասին է, ինչի համար է արվում, որովհետև քաղաքացիները երևի թե գիտեն միայն հետևյալը, որ օրինակ տուգանվում են, պետքա գնան տուգանքը մուծեն, եթե նույնիսկ բողոքարկել են ու դեռ բողոքարկման փուլում է դա։ Այո, այսինքն այս փոփոխությունով ստացվում է այդպես, եւ եթե նախկինում քաղաքացին անհամաձայն լինելով, համամիտ չլինելով որոշման հետ բողոքարկում էր եւ 80%, եթե չեմ սխալվում, վիճակագրությամբ դրական արդյունքի էր հասնում եւ ֆինանսական խնդիր չէր ունենում, հաջորդիվ արդեն ունենալու է եւ այստեղ խնդիրը քաղաքացին չէ միայն, խնդիրը այստեղ տեսեք ինչու է կայանում, դա շատ մեծ լծակ է լինելու բիզնես գործունեության դեմ, մի քանի խնդիր են լուծել։ Առաջի հերթին այստեղ կոռուպցիոն վտանգ կա, որովհետև վտանգ կա, որ հարկային տեսուչը կամ համապատասխան պաշտոնյա կարող մոտենա եւ ասի, գիտես ինչ, կամ այսքան տուգանք, կամ այսքան ինձ վճար։ Այսինքն մենք կոռուպցիոն լծակ ենք տալի մարդկային գործոնին։ Եվ երկրորդը շատ ավելի վտանգավոր տենդենց կարա լինի այն, որ ցանկության դեպքում, երբ որ ինչ-որ պակաս սորտ կա բյուջեում, կարող են արագացված կերպով գումարներ հավաքել։ Եվ երրորդ ամենավտանգավոր փաստը, որ այստեղ ես տեսնում եմ, դա այն է, որ սա կարող է բերել բիզնես գործունեության նկատմամբ լուրջ լծակի, որովհետև ցանկացած պահի ցանկացած անցանկալի տնտեսվարողին կարող են այդպես շուկայից հանել ապօրինի անհիմն աստղաբաշխական տուգանքներ դնելով նրա վրա եւ այդ քաղաքացին չի կարողանա այդ գումարը սառեցվելու դեպքում հաջորդի բիզնես գործունեությունը վայել։ Դա կարող է նաեւ լծակ դառնա, որ օրինակի համար եթե ցանկանում են որևէ մեկին շուկայից հանել, այդ դեպքում իրենց մտերմիկ խողովակներով եւ այլն ինչ որ անցանկալի տնտեսվարողի կատմամբ տեղի ունեն նման տիպ տուգանք եւ վերջն այլևս սա կրկին անգամ մեծ հարված է տնտեսվարողին, սա անորոշ վիճակ է ստեղծում բիզնես գործունեության դաշտում, սա հերթական ճնշումն է եւ այդ ավելի ծանր վիճակում դնելն է քաղաքացուն, այսինքն մենք վերջերս լսեցինք, որ ոստիկանապետի ներքին գործերի նախարարի մակարդակով այդ փաստը հաստատվեց, որ ինչպես նախորդին ասեցի, մի շարք պարեկտներ ապօրինի ինչ-որ որոշումներ են կայացրել, երևի թե կամ ինչ-որ չափ է դրած իրենց վրա, պետք է այդքան որոշակի տուգանքը լինի, կամ ինչ-որ տոկոսների ակնկալիքով է, չգիտեմ, բայց այս դեպքում ստացվում է, որ այդ ապօրինի որոշումների դեպքում քաղաքացին չէր կարողանալու բողոքարկել, ճիշտ կարողանալու էր բողոքարկել, իսկ վարչական դատաների ծանրաբեռնվածությունը հաշվի առնելով դա տևել 2-3 տարի, այսինքն այդ գումարները այդպես գնալու էր։ Մի քանի խնդիր են լուծում, որոնցից բոլոր պարագաներում տուժում է քաղաքացին, տուժում է պետությունը։ Այսինքն քաղաքացին կարող էր բողոքարկել, բայց քաղաքացին ունենալու է խնդիր փաստաբանական ծառայությունից օգտվելու, որը արդեն թանկացել է, ու անվճար փաստաբանություն չկա, անվճար իրավական օգնություն չկա, կներեք ընդհատում եմ, այսինքն տեսեք, sense մի շղթա է, սկզբում այնտեղ վատ օրենսդրական փոփոխություններ, հետո այստեղ, ու այս շղթայի պարագայում կրկնակի անգամ տուժում է քաղաքացին։ Քաղաքացին տուգանքը վճարում է, բողոքարկել կամ կարողանում է կամ չի կարողանում, եթե անգամ բողոքարկում է, տարիներով գործը ձգձգվում է եւ արդյունքում այո տուժում է քաղաքացին։ Եվ ինչ է կատարվում, ներկայիս վարչախումբը ուզում է ամեն կերպ ապացուցել, որ ոչ, քաղաքացին տուգանքի մատերիալ է։ Եվ մեր վերջին հարցը, որտեղ եք տեսնում դուք այս ամենի լուծումը եւ արդյոք եկող իշխանությունների համար բարդ չի լինի վերականգնել քաղաքացու մոտ վստահությունը ոստիկանական համակարգի նկատմամբ։ Այսպես պատասխանեմ ձեր հարցին, շաբաթվա ընթացքում բազմաթիվ թեմաներով ինձ զանգում են որ հարցազրույցներ։ Ես միշտ ասում եմ, որ գիտեք, այս թեմաները ես հասկանում եմ ինչ որ խավի
կարևոր է, ինչ որ որոշակի ժողովրդի զանգվածի համար կարևոր է, ասենք, չգիտեմ, մի օր մսավաճառների թեմա է լինում, մի օր ինչ որ կայի ակտերի հետ կապված, մի օր, չգիտեմ, այլ թեմա, մի օր մանկավարժների հետ կապված, մենք տեսնում ենք, չէ, բարբերաբար կառավարություն, բայց ես ասում եմ, մեր խնդիրը մեկն է, մեր խնդիրը մեկ անձ է, մեր խնդիրը երկրում նոր իշխանություններ ձևավորելն է, որոնք լինեն առաջի հերթին ազգային եւ պրոֆեսիոնալներ։ Իսկ ինչ վերաբերում է արդյոք վստահության պակասի հետ կապված, նախ առաջինը այն մարդիկ, այն խումբը, ովքեր ցանկանում են ու կցանկանան հաջորդիվ գալ իշխանության, հավատացեք, նվիրյալներ պետք է լինեն, որովհետեւ այն աշճանի է երկրում ամեն ինչ ասենց սարսափելի վիճակում, որ չափազանց մեծ աշխատանք է պետք անելու։ Մենք երևի թե հիմա ավելի ծանր վիճակում ենք, քան թե, չգիտեմ, Ճապոնիան երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ որ ատոմային ռումբեր էին պայթել, քան թե, չգիտեմ, Խորհրդային Միությունը այդ պատերազմից հետո, երբ որ տասնյակ միլիոններով զոհեր էին տվել։ Մեր տնտեսությունը ահավոր վիճակում է, արժեհամակարգային շփոթ է, ամեն ինչի նկատմամբ կա վստահության պակաս, տարածաշրջանային սարսափելի ծանր եւ մտահոգիչ մարտահրավերներ, այսինքն պետք է լինեն նվիրյալներ, հայրենասերներ ու հերոսներ, որոնք կգան իշխանության, կվերցնեն այն բեռը ու այն փլատակներից Փյունիկի նման կփորձեն երկիրը հանել, հուսով եմ, որ դա կլինի, որ այս հազարամյակներով այս տարածաշրջանում ապրած հայ ժողովուրդը չպիտի վերանա։ Ու դրա համար մի ճանապարհ եմ ես տեսնում, միայն իշխանափոխություն եւ այս, գիտեք, այսպես մեթոդաբանություն կա հրդեհը մարելու, երբ որ, ասենք, օրինակ անտառում հրդեհ մարելու ժամանակ տարբեր տեղեր փոքրիկ հրդեհներ են անում, որպեսզի պախում լինի եւ հրդեհը առաջ չգա։ Հիմա մեր մոտ երկրում երբեմն իշխանությունների կազմակերպած գործիչներ, երբեմն դրսից հովանավորող գործիչներ, հենց տարբեր երկրորդական, երրորդական թեմաներով փորձում են ինչ-որ խնդիրները բարձրաձայնել, ինչ-որ աղմուկ, չէ, մենք ունենք մի խնդիր։ Երկրում պետք է լինի իշխանափոխություն։ Այդ դրանից հետո բոլոր ոլորտների հարցերը նոր պետք է բարձրաձայնել ու փորձել ողջամիտ կերպով այդ ամենը ուղղել, շտկել եւ երկիրը փրկել։ Շնորհակալ ենք, պարոն Հարությունյան։ Շնորհակալ։